ինչ որ պետք է փաստաբանեք ասի ձեզ։ Ինչ որոշում կայացվեց, ինչին էր վերաբերում, ինչու էին կանչվել հարցաքննության։ Քննչական գործողությունը վերաբերվում էր դրացիչ ցուցմունք տալուն եւ որպես այդպեսին որևիցե նորություն չհայտնվեց քրեական գործիչության ճանակներում եւ Մուշեղ Սրբազանը օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց։ Ենթադրում ենք, որ այսօրվա հրատապ ցուցմունք տալու անհրաժեշտությունը ծագել է այսօրվա հոգեորական ժողովի պայմաններից ելնելով։ Իսկ պատճառը դա է հանդիսացել, որտեղ ինձ առավոտյան ժամը 10-ից 20 անդադ զանգահարել են եւ խնդրել են, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր այդ մնացած պաշտպաններին, սակայն մեր ծանր բեռնվածությունից ելնելով մենք այս ժամին ենք ուղղակի կարողացել ներկայանալ քննչական կոմիտե։ Այո, բոլոր սրբազանները այսօրվա հրավիրված։ Այո, քանի որ քրեական վարույթը նախաձեռնվել էր, որովհետև Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված դատավճիռի կատարողական վարույթը հարկադիր կատարողները չկատարելու եւ վերագրելով սրբազանները խոչընդոտելու հանգամանքին քրեական վարույթ է հարուցվել եւ դա է պատճառը, որ այսօր բարձրաստիճան հոգեվորականները անընդհատ սույն գործով հրավիրվում են քննչական կոմիտե, կարծում ենք, որ սա իրավունքի չարաշահում է եւ նախաքննության մարմինները բարեխիղճ չեն օգտվում իրենց լիազորություններից։ Այսինքն նախաքննությունը դեռ չի ավարտվել, այդ փորձաշրջանները շարունակվում են։ Այո, չենք էլ կարծում այս նախաքննությունը որպես այդպեսին շուտ ավարտվի, որովհետեւ ինչպես գիտեք, օրինակ գործեր կան, օրինակ Ալեքսանդր Կոչուբայևի գործը ընդամենը 16 օր տևեց նախաքննությունը եւ դատարան ուղարկելը, բայց պրակտիկայում տեսնում ենք գործեր կան, որ տարիներով քննվում են։ Սրբազանները դեռ եկեք գալու արգելքի։ Եթե չեմ սխալվում, սրբազաններից 1 հոգու արգելքն է վերացվել, եթե չեմ սխալվում, որպեսի վերջինս բուժման նպատակով արտերկիր մեկնի եւ մնացած բոլոր սրբազաններն, այդ թվում նաեւ Մուշեղ Սրբազանի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու արգելքը կա, այսինքն խփամ չէ թե կիրառվել է երկիրը չլքելու արգելք, բացակայելու արգելք։ Եվ ներսում հարցաքննվեցին թե հրաժարվեցին։ Մուշեղ Սրբազանը օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց, որովհետև վստահ ենք, որ սույն քրեական գործը հարուցվել է ոչ այն նպատակով, որ արդարադատություն իրականացվել, նպատակով, որ խոչընդոտի մայր առաքելական եկեղեցու բնականon գործունեությունը։ Ներողություն մի փոքր մենք ուշ միացանք։ Խնդրեմ։ Ասեք թե ինչի համար են հոգեվորականների հարցաքննումը։ Նայեք, սույն վարույթը հարուցվել է մի քանի ամիս առաջ, երբ պետք է տեղ ունենար մայր առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված եպիսկոպոսաց ժողովը արտերկրում։ Այս ժողովից, եթե չեմ սխալվում, 1 օր թե 2 օր առաջ, եթե չեմ սխալվում ժամանակի առումով, քրեական վարույթ հարուցվեց, հաշվի առնելով դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կապված թեմի առաջնորդի, որը հիմա արդեն կարգալույծ է արվել, իրավունքները խախտելու հետ կապված քաղաքացիական ոլորտում հայցի ապահովման միջոց կիրառելու հետ կապված, որի կատարումը հանձնարարվեց Հայաստանության հարկադիր կատարողի ծառայությանը եւ այդ դատանի վճռով նախատեսված կատարողական գործունեին խոչընդոտելու պատճառով հետևանքով նախաձեռնվեց քրեական վարույթ, որով այսօր սրբազանները մեղադրվում են, որը կեղծ է եւ շինչ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը իրավասու չէ մայր առաքելական եկեղեցու գործերին խառնվելու։ Իսկ նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ օրինակի համար ենթադրենք հոգևորական կարող է լինել եպիսկոպոս կամ եպիսկոպոս կանայք, կամ ենթադրենք ցանկացած մեկ ով ուզենա
հոգևորական կյանքով ապրելու կամ որևիցե մի հոգևոր ծառայություն իրականացնելու կարող է դատանի միջոցով նշանակվել կամ ազատվել։ Այնինչ դա բոլորս լավ գիտենք, որ հայաստանյան համալսարան ոտնահարում է բառեզբուն իմաստով։ Գերագույն հոգևոր խորհրդի տեսնական սահմանությունի, քանի որ դրանից հետո կանչեցին հաստատություն։ Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի հերթական թե արտահերթ չեմ կարող ասել ժողովներ, որտեղ զեկույցով հանդես եկավ նաև Մուշեղ Սրբազանը եւ այո, այսօր վաղ առավոտից նախաքննության մարմինները ոչ միայն ինձ, այլ նաև մյուս պաշտպաններին անընդհատ զանգերով հրավիրում էին քննչական կոմիտե, բայց բոլոր պաշտպանները այդ օրը ընդամենը 1 ժամ առաջ տեղեկանալով իրենց զբաղվածությունից դենելով չէին կարող ներկայանալ։ Ենթադրում եմ, որ այս հրավերը նույնպես որպես այդպիսի նպատակ էր հետապնդում խոչընդոտելու այսօրվա կայացած ժողովը։ Պարբերաբար տեսել ենք, որ փորձել են խոչընդոտել Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը, դա ինչի հետ է կապված։ Գիտեք, ես կարծում եմ այնինչ հիմա տեղի ունենում, սա ընդամենը, կրկնում եմ, բացահայտ իրավունքի չարաշահում է եւ մեղմ ասած նախաքննության մարմինները գործադիր իշխանությունը այդ թվում իրենց լիազորությունները բառեզբուն իմաստով չարաշահում են եւ սա անմիջական միջամտություն է մայրաթոր մեր մայր առաքելական եկեղեցու բնականon հայրենա հայրենիքի համար կարևոր եւ հայ ժողովրդի համար կարևոր առաքելության իրականացմանը։ Ես եմ շնորհակալ։ Այս պահին բոլոր բացի եթե չեմ սխալվում Վահան Սրբազանից բոլոր խափամիջոցների հետ կապված ներկայացվել են վերադարձության կարգով բողոքներ, այդ թվում նաև եթե չեմ սխալվում դատական կարգով բողոքներ, գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք։ Իսկ աշխարհիկ անդամներին երեք հրավիրել են դուք առնչություն ունեք այդ հաստատությունների հետ խորհրդի աշխարհիկ անդամներին են երեք հաստատության հրավիրել դուք այդ Տեղեկացված չեմ։ Վերջացրեցիք, ում չեն շնորհավոր, մեկ անսատենա արդի Արմեն Դևնոսն է, չէ՞, Վանյանը։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք ուղիղ հեռարձակմամբ գտնվում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Քիչ առաջ խոսեցինք փաստաբան Վրեժ Մխիթարյանի հետ, որը մեզ ներկայացրեց, թե Մուշեղ Սրբազանին ինչու էին կանչել հարցաքննության, որևէ նորություն չի եղել եւ ըստ փաստաբանի հիմնական նպատակը եղել է պարզապես Գերագույն հոգևոր խորհրդի նիստի խոչընդոտումը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից հետո քննչական կոմիտեն հրավիրել հոգևորականները, որոնք հաղթակցում են։ Ես մեջ բերեմ Մայրա Թորի տարածած